Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի Facebook-ի էջից։ Արտաքին գործերի նախարարն Անտալիայում հանդիպել է հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։ Նախարարն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը, խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը եւ Հայաստանի դիրքորոշումը ստորագրելու այն։ Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով Մարտուն Գրիգորյանն ավականու անդամության ինքնաբացարկ է հայտնել։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 3 մասնակից, այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Իզաբելա Յալյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է անվանել Սումի վրա Ռուսաստանի կողմից հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Թրամփը նաև կրկնել է այն թեզը, որ Ուկրաինայում պատերազմը չէր սկսվի, եթե ինքը մնար նախագահ։ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունների ֆոնին հույս է հայտնել հարցը արագ լուծել։ Ամերիկյան կողմը ցանկանում է փոխել միջնորդների միջոցով անցկացվող բանակցությունների ձևաչափը, դրանք դարձնելով ուղղակի։ Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում ավարտել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որը երկու երկրները կառուցողական են որակել եւ հաստատել, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա քննարկումների երկրորդ փուլը։ Բանակցությունները դիտվում են որպես կարևոր առաջին քայլ պարզելու, թե արդյոք կարելի է գործարք կատարել։ BBC-ն նշում է, որ Իրանի գլխավոր բանակցող արտգործնախարար Աբբաս Արաղչիի բնութագրումը բանակցությունների վերաբերյալ դրական է եղել եւ հավելում, որ բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունը նույնպես նշել է, որ քննարկումները շատ դրական ու կառուցողական են եղել։